Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական հարվածից մոտ 48 ժամ առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը քննարկել են բարդ հեռավոր պատերազմ սկսելու պատճառները։ Պատերազմ, որին մի ժամանակ դեմ էր արտահայտվել ԱՄՆ առաջնորդը։ Reuters գործակալությունը գրել է, որ Թրամփը եւ Նեթանյահուն դեռևս շաբաթվա սկզբին հետախուզական տվյալներից գիտեին, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին եւ նրա օգնականները շուտով պետք է հանդիպեին Թեհրանի նրա նստավայրում։ Սա իրանցի պաշտոնյաներին խոցելի է դարձնում հարձակում երկրի բարձրագույն ղեկավարության դեմ, մոտեցում, որը հաճախ է կիրառել Իսրայելը, սակայն ոչ այնքան հաճախ Միացյալ Նահանգները։ Ըստ Reuters-ի աղբյուրների, Նեթանյահուն ցանկանալով իրականացնել այն գործողությունը, որի մասին տասնամյակներ շարունակ խոսում էր, պնդել է, որ այլևս երբեք նման հնարավորություն չի ընձեռնվի Խամենեին սպանելու եւ վրեժ լուծելու Թրամփին սպանելու Իրանի նախկին փորձերի համար։ Պարզ չէ, ինչպես է Նեթանյահուի փաստարկներն ազդել Թրամփի որոշման վրա։ Աղբյուրները նշել են, որ այդ փաստարկները հետախուզական տվյալները խթան են հանդիսացել Թրամփի վերջնական որոշման համար։ Փետրվարի 27-ին զինվորականներին հրամայել սկսել էպիկական զայրույթ գործողությունը։